Բարև ձեզ, բարև բոլորին։ Այսօր մեր առաջի on-line հաղորդումն է։ Հյուրերն են այսօր Սիմոն ջան, ներկայացի please։ Նախ ներկայանամ Հանրային ազդարար իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայան, Պայստազորի փոխգնդապետ, հենց իմ անվանումից ստեղծված ՀԿ-ի իրավապաշտպան կազմակերպությանը, հասարակական կազմակերպությանը բխում է, որ իմ նպատակները ի սկզբանե եղել է իրազեկումը հասարակությանը, պետական մարմինների, այն իրազեկումը, որը կարող էր վրիպել իրավական գործընթացներում, ասենք դատախազության կողմից, այլ մարմինների կողմից այդ իրազեկումը չի կատարվել։ Ինչպես գիտենք, իրավապաշտպան կազմակերպությունները ստեղծվում են լրացնելու այն բացերը, որը կան պետական կառավարման կամ հասարակական կյանքի ընթացքում։ Եվ այդ մասով ուզում եի նախ ներկայացա, ուզում եմ մենք զրույց վարել այն գործունեության մասին, որը ես իրականացրել եմ, այն մոնիտորինգի մասին, որը մենակ իմ մոտ պետքա չմնար, այլ ուզում եմ կիսվել հանրության հետ։ Ես ուզում եմ Ռաֆայել Ղազարյանն էլ մի հատ ներկայանա։ Ձեզ ես ինչպես արդեն Պետրոսը ներկայացրեց, Ռաֆայել Ղազարյանն եմ, մարքեթինգի գովազդի մասնագետ եմ, հիմա ակտիվ փորձում առաջ ներկայացնել այս պլատֆորմաները, թե նաև ակտիվորեն բլոգ եմ վարում հայկական թե արվեստի, թե արտադրության հետ կապված նորությունների, այս նաև ակտիվորեն փորձում ենք զննողի նախագիծը հայերին թե Սփյուռքի, թե Հայաստանի միավորելու ներկայացնեմ երկու կողմեր բոլոր հնարավոր պլատֆորմաներում։ Շատ լավ։ Բարև ձեզ, իմ անունս Պետրոս Չիլյանն է, ես Զբրուխ.com-ի կողմից եմ, ուրեմն մեր նպատակը հայկական թեման, հայկական միասնությունը զարգացնելն է։ Մենք խոսում ենք ու աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մարդկանց բերենք մի գիտողական մակարդակի վրա, որ ավելի հեշտ լինի հասկանալը, թե մեր խնդիրները ինչ է ու ոնց պետք է լուծել։ Ուրեմն վերադառնանք Սիմոնդին։ Սիմոն ջան, հիմա քանի որ հարցերը շատ են, բոլորն էլ գիտեն, դուք ինչ եք կարծում, որ մի հարցը առաջնակարգ է, որ կարելի է ներկայացնել կարծիք ստանալու համար, այսինքն եթե հնարավորություն դուք հիմա ունեք դիմել մարդկանց ասելով, հարցնելով, հասկացնելով, թե ինչ է մեր առաջնակարգ խնդիրը։ Խնդրում եմ բացատրեք կամ ինչ են ասում, ներկայացրեք մեզ մեր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկը։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ միևնույն մակարդակի վրա բերել մոտեցումները, որովհետև չափորոշիչները եւ նպատակը պետության եւ ազգի համար պետքա լինեն միևնույն, որովհետև այսօր հասարակությունը պարակտվել է տարբեր պատճառներով, հասարակությունը պարակտվել է նաեւ աշխարհում տիրող իրավիճակի շնորհիվ, տարբեր զարգացումների շնորհիվ եւ անմնացորդ չի մնացել Հայաստանը, բայց Հայաստանի համար այդ միևնույն մակարդակը ճանաչելիության, հասկացողության կարող է շատ վատ հետևանքներ բերել համեմատ օրինակ Շվեյցարիայի, Պակիստանի, Ամերիկայի եւ դրա համար ես կարեւորում եմ այն հարցերը, որոնք ես անկախ իմ կամքից հետազոտել եմ եւ ներկայացնեմ այդ հարցերը, որ մեր մոտ լինի միասնական որոշում, միասնական հայացք, սա կարևոր է եւ որն է ճիշտը։ Այսքանը։ Այո, ես էլ եմ կարծում, որ նախ
որևէ խնդրին լուծում տալու համար նախ պետք է հասկանալ թե խնդիրը ինչ է։ Այդ նույն ձևով, որ եթե ուզում ես միտեղ գնաս, պետք է իմանաս դու որտեղ ես կանգնած, որ հետո որոշես թե գնացածը տեղդ որ կողմն է։ Սո մոտավորապես այդ ձևի։ Ուրեմն երևի ամենամեծ եւ ցավալի թեման, որ մենք հիմա ունենք, այդ կրթությունն է, որովհետեւ կրթությունը մենակ տառերը չեն, մենակ բառերը չեն, բառերից հետո գալիս են նախադասությունները, գաղափարները, հասկացողությունները եւ ընդհանուր վարման ձևը, այսինքն մարդիկ սկսում են հասկանալ, որն է ճիշտը, որը սխալը։ So այս ուսումնական բնակավարում ինչ կարելի է անել, ոնց կարելի է այդ գիտակցությունը բարձրացնել հայերի։ Ես ասեմ, որ ի սկզբանե ես չեմ ուսումնասիրել հենց կրթությունը, ես ուսումնասիրել եմ կառավարման համակարգը, որը տիրում է այսօր Հայաստանում, եւ որպես նախորդիվ նշեմ, որ հենց կրթությունն է որոշում, ինչ կառավարման համակարգ մենք կունենանք, որովհետեւ այդ մոտեցումները զարգանում է հենց կրթական բլոկում եւ հետագայում կրթության զարգացման ընթացքում։ Ես մասնակցել եմ, նշեցի ես, որ Պայեստազորի փոխգնդապետ եմ, ես մասնակցել եմ քաղաքծառայության մրցույթների եւ սկզբանե հեղափոխականը կարող ենք ճակերտի մեջ վեցնենք կամ չվեցնենք, այսօր մենք այդ հարցը չենք քննարկում եւ առասարակ մենք դրա մասին չենք խոսա, մենք պետք է հասկանանք խնամի ծանոթ բարեկամ հասկացողությունը ընդհանրապես տեղ պետք է ունենա մեր հայկական իրողության մեջ եւ եթե ունենա այս կամ այն քաղաքական ուժի կողմից ներգրավումը իրենց թիմային մոտեցումներով մենք ինչ հետևանքներ կունենանք այդ դեպքում նախ ասեմ քաղաքծառայության մրցույթների ուսումնասիրության ընթացքում ես առանձնացրել եմ 3 խնդիր առաջինը կոմպետենտ կառավարումը ինչպիսին պետք է լինի եւ ոնց պետք է ընտրվի կոմպետենտ կառավարումը իհարկե մրցույթների ընթացքում ինչ կլինի եթե ոչ կոմպետենտ կառավարման համակարգ ունենանք եւ ինչ հետևանքներ կունենանք նախ ասեմ որ որոշ երկրներում գնացել է sense տենդենսը եթե ուզում ես քայքայել բնաջնջել տվյալ երկիրը թույլաtsնել նշանակի ոչ կոմպետենտ մարդկանց ամենապատասխանատու հանգույցային պաշտոններում արդյոք իրավունք ունենք մենք այտենց սխալներ թույլ տանք վրիպենք եւ նշանակենք ուղակի ինչ որ հայացողական պաշտոններ նաեւ քաղաքծառայության մրցույթներում կայացնենք հայացողական որոշումներ թե չէ եւ ինչ ազդեցություն կունենա դա հասարակության մեջ ասեմ ազդեցությունը երկուսն է առաջինը դա սահմանադրական իրավունքն է յուրաքանչյուր ոք իրավունք ունի ներգրավված լինել հանրային ծառայությունում եթե կա քաղաքական ինչ-որ կամք ճակերտների մեջ վեցնեմ որ միայն իրենց քաղաքական ուժը պետքա գրավի այդ պաշտոնները այդ հաստիկները նախարար փոխնախարար պատգամավոր որը տվյալ դեպքում ընտրովի է ապա մենք ինչ կունենանք ինչ հետևանք կունենանք եւ ոնց կազդի այդ կառավարման համակարգը որը ընտրված է նման ձևաչափով իհարկե որպես շահառու մենք կհանդիսանանք բոլորս այսինքն եթե մենք ունենանք վատ առողջապահական համակարգ առողջապահական պետական կառավարման լիազոր մարմին դա կազդի մեր առողջապահության վրա եթե ունենանք վատ դատական համակարգ մենք կունենանք ասենք ճակատագրեր խեղաթյուրված ճակատագրեր կամ դատապարտված անձին կամ ոչ դատապարտված հանցագործներ եւ դրա համար մենք պետք է հասկանանք որ մենք նաեւ շահառու ենք դրան բացի դրանից իրավունքային պահով յուրաքանչյուր ծնող որը տվել է իր երեխային բարձր կրթություն եւ համոզված է որ իր երեխան ունի բարձր գիտելիքներ եւ օբյեկտիվորեն նա գնահատում է նա ինքը
պետք է պայքարի երեխայի իրավունքների համար, իր երեխա ասելով կարող է երեխան լինի 30 տարեկան, բայց եթե ինքը չի ընտրվել, ծնողը եւ հասարակությունը պետք է պայքարի, որպեսզի այդ մարդիկ ղեկավարեն այս կամ այն համակարգը։ Եվ կամաց անդրադառնանք հենց կրթության բլոկին, ինչից ամեն ինչը սկսվում է։ Վերջերս արդեն 2.5 տարի է ես զբաղվում եմ կրթության խնդիրներով, նկատելով, որ կրթությունը եւս կարելի է դասել այսօրվա ձևաչափով, որպեսզի վերլուծենք, կրթությունը կարելի է դասել ավանդական կրթություն, նորարարական կրթություն եւ այս ամեն ինչի համատեքստում խառնվելու արդյունքում մենք կարող ենք ստանալ աղավաղված կրթություն։ Երբ որ մենք նշեցինք, որ ոչ կոմպետենտ մարդիկ կարող են կրթական համակարգը բարեփոխել կամ ինչ-ինչ պատվերների արդյունքում մենք կունենանք ինչ-որ աղավաղված կրթական համակարգ, մենք արդեն կունենանք 3 տեսակի կրթություն։ Եվ յուրաքանչյուր ճյուղով կարող ենք դատել, թե որ դեպքում մենք ինչը կունենանք։ Եթե ունենանք ավանդական կրթություն, մենք չենք ունենա զարգացում։ Եթե ունենանք նորարարական, մենք ունենանք զարգացում, բայց եթե այդ նորարարականը իրականացվի ոչ կոմպետենտ մարդկանց միջոցով, մենք կունենանք աղավաղում, մենք կունենանք սերունդների կորուստ շակերտներով, որովհետև սերունդը, որը սխալ է կրթվում, ի սկզբանե նա գնում է դեպի ձախողում, իսկ պետությունը գնում է դեպի կործանում։ Այո։ Ես երկար տարիներ օտարության մեջ եմ ապրել, ինձ համար շատ հետաքրքիր է ձեր ասածները մտածելուց, ես իմ մոտ հարց է առաջանում, արդյոք այդ պաշտոնները, որոնք որ որոշումներ են ընդունում, արդյոք նրանք նշանակովի են, թե ընտրովի են, այսինքն իրանց ընտրում են ժողովուրդը, ինչ որ մի ընտրական process-ի արդյունքը, դա թե նշանակովի է, այսինքն եթե նշանակովի է, այն դպրոցի ոնց ասեմ, հավաքարարն էլ կարա դառնա մինիստրության գլխում ու հակառակ, էլի հիմա հարցս ինչ է, հիմա ով է, ոնց է ընտրվում այդ տեղը, այդ որոշումները ոնց է ստեղծվում։ Ասեմ, որ իրականում եթե մենք ունենում ենք որոշակի քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրության, նրանք նշանակվելուն պես օրենսդիր մարմնում, պարլամենտում, իրենք բաշխում են այդ պաշտոնները եւ եթե նախկինում այդ պաշտոնների բաշխումը իրականացվել է պրոպորցիոնալ սկզբունքով, հաղթող կուսակցությունները նշանակվել են այդ պաշտոնների վրա, այսօր մոնո որոշիչ կուսակցություն կա Հայաստանում, եթե բարձրաբանեմ մեր սփյուռքին, կոչվում է քաղաքացիական պայմանագիր, որը ուղղակի լրացրել է այդ որոշման նախաձեռնությունը, վեսրել է իր ձեռը։ Ցավոք, ոչ միայն կառավարման համակարգին է դա վերաբերվում, այլև վերաբերվում է իրավական համակարգին, այսինքն դատախազությանը, քննչականը, ուժային կառույցներին, նաև մարդու իրավունքի պաշտպանը, նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ կոռուպցիայի կանխարգելման օղակը նույնպես նշանակվում է իրենց կողմից։ Բացի դրանից, նշանակումները արվում են անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ դժվար չի պատկերացնել, եթե իշխում է տվյալ ուժը, ինչ հետևանքների այն կբերի, այսինքն դա կբերի տվյալ քաղաքական ուժի վերարտադրմանը։ Ցավոք, մենք այդպիսի պրակտիկա ունեցել ենք 70 տարի, կոմունիստական կուսակցության դեմքով, այդպիսի պրակտիկա ունենք եւ հետ խորհրդային շրջանում, 30 տարի իշխանությունը գրեթե չի փոխվել, մեկը մյուսին փոխանցել է իշխանությունը։ Առ այսօր այդ սկզբունքը կիրառելի է Հայաստանում, ցավոք, եւ մենք ունենում ենք այն ինչ որ ունենք։ Իրականում այլ քաղաքական ուժերը,
կամ ոչ կուսակցական անձինք իրականում չունեն հնարավորություն նշանակվելու այն նշանակովի պաշտոններում, օրինակ նախարար, փոխնախարար, անգամ եթե քաղաքական ուժը տեսնում է, որ տվյալ անձը համապատասխանում է եւ կարող է բարիք բերի իր երկրին, նա ուղղակի չի նշանակվում, եթե չի ընդունում իրենց կոպիտ ասեմ դավանանքը, այսինքն իդեոլոգիան կամ սկզբունքները կընդունի, նա կարող է նշանակվի ինչ-որ պաշտոնի վրա, բայց այս դեպքում մենք կորցնում ենք ամենակարևորը, սկզբունքայնությունը կառավարման համակարգում։ Այսինքն, եթե անսկզբունքային կառավարման համակարգ լինի, ոչ կոմպետենտ լինի կառավարիչը, տվյալ դեպքում երկու դեպքում էլ մենք ունենում ենք, եթե գիտակ մասնագետ է նշանակվում, բայց ինքը կամակատար է, խամաճիկ է, մենք ունենում ենք նույն արդյունքը, ինչ եւ ոչ կոմպետենտ, բայց օրինակ ինչ որ մարդկային հատկանիշներ ունեցող անձը նույն արդյունքն է, ուղղակի մի դեպքում հանցագործություն է տեղի ունենում, կարող է տեղի ունենա իր տգիտության պատճառով, մյուս դեպքում կարող է դա լինի գիտակցաբար։ Շահառուի համար, ազգի համար, հասարակության համար միևնույն է իրենց գործողությունները ինչպիսի հետևանքներ ոչ թե կունենան, միևնույն հետևանքները կունենան շահառուների համար, ժողովրդի համար։ Շատ հետաքրքիր է, իմ համար շատ հետաքրքիր է, որովհետև քաղաքականությունը կրթության հետ է հյուսված։ Քանի որ մենք ավելի, օրինակ ես ինքս ավելի մտահոգված եմ լուսավորչական, այսինքն կրթական մակարդակին, ու ես ճիշտ ասած չեմ հասկանում ոնց կարելի է իրարից անջատել, որ կրթությունը իր դրական արդյունքներն ունենա եւ քաղաքականությունն էլ կարողանա քաղաքական ոնց որ ասած գծի մեջ մնա առանց խառնվելով ուսումնական ծրագրերի մեջ կամ ասենք որակի մեջ, որ կարողանա երեխաներին դաստիարակել ավելի կրթված, տենց ասեմ, մակարդակով։ Նախ նշեմ, այսօր Հայաստանում շատ զարմանալի երևույթներ են ընթանում, որ կրթությունը ի սկզբանե փոխվել է, կրթական տեսակետը, հայեցակարգը փոխվում է արտաքին մարտահրավերների արդյունքում եւ այն ինչ որ 30 տարի կամ 100 տարի մենք համարել ենք ճիշտ, այսօր մեծ ասենք ուժգնությամբ կառավարության մոտ ցանկությունը առաջացել կոտրել։ Օրինակ, կոտրվում է հայրենասիրության կարծրատիպը, կոտրվում է պատմության կարծրատիպը, կոտրվում է ցեղասպանության ընկալման կարծրատիպը։ Դա իհարկե անթույլատրելի է եւ մեր պապերը կամ արտաքին ազդակները, խորհրդային միության ազդակները հաշվի առնելով նույնիսկ մենք չենք կարող մտածել, որ օրինակ ցեղասպանություն չի եղել կամ մենք ենք մեղավոր եղել։ Օրինակ լիքը հարցեր կա, որ կարելի է ուղղակի քննարկել այս ձևաչափում եւ հույսով եմ մեր այս հարթակը թույլ կտա այդ հարցերը մենք քննարկենք։ Այո։ Ես ուրեմն ինձ ոնց որ սկզբում ասեցի, մեր հարցերը շատ են ու բոլորն էլ հիմնված են կարամ ասեմ մեր թերագիտության վրա։ Այսինքն քիչ իմանալու, չիմանալու կամ անտարբեր լինելու մեր այս հայկական հարցին, երբ որ վերաբերվում է ընդհանուր ազգին, բայց եթե անհատին է գալիս, այդ ժամանակ արդեն դառնում է ամենակարևորը, բայց էլի կարգին լուծում չի առաջարկում։ Հիմա քանի որ ես մեր առաջի հաղորդումն է, ես ուզում եմ բարձրաձայնեմ մի քանի հարց մեր ընկերներին հարցնելով իրանց, թե իրանք ինչ են կարծում, ինչ կարելի անել կամ ինչ խորհուրդներ կամ
նպատակներ իրանք դրսևորեն մեր կամենտներում գրեն թե իրանք ինչ են կարծում, ինչ կարելի է անել, համաձայն են թե համաձայն չեն, կուզեիք ինչ որ մի 2-3 հարցի մեջ այդ հիմնական ինչ որ հարցեր դրսևորեք, որ իրանք պատասխանեն։ Իհարկե ես կուզեի առանձնացնել օրինակ երկու բլոկ, հա, կրթության նպատակի մասով, օրինակ, որն է մեր կրթության նպատակը։ Ընդհանրապես որոշում ընդունելիս պետք է մենք ունենանք երաստիճան փուլեր։ Առաջինը դա նպատակն է, երկրորդը այլընտրանքն է եւ երրորդը արդեն ընտրությունն է, ինչ որ ալտերնատիվ այս ուղղություններից ամենաբարենպաստը մեր երկրի համար ընտրել։ Բայց ցավոք ասեմ, որ իրականում կրթությունը խեղաթյուրելու ընթացքում մենք ավելի մանրամասն կխոսանք նաև դասագրքերի մասով հանրակրթական, նույնիսկ հասել է նրան, որ դասագրքերի վրա խոտանի, վրիպակի պատճառով արդեն մենք ունենք ադրբեջանական դրոշի գույներ, չենք խորանում դրա մասին, ունենք այրվող դրոշ, հա, եւ մենք չենք հասկանում, որ այն սերունդը, որը մեծանում է դասագրքերի վրա, շատ կարևոր է 10 տարի հետո ինչ հոգեբանությամբ ինքը կզարգանա, բայց ամենակարևորը նույնիսկ դա չէ այն պղծությունը, որը կապրի այդ երեխան, հա, ամենակարևորը ծնողների անկարողությունն է, ծնողների անտարբերությունն է այդ ընթացքում, երբ որ արդեն ազգը դառնում է, ինչ ասեմ, ազգը դառնում է արդեն մանկուրտներ, այսինքն կարևորը իրանց համար դառնում է ստամոքսը, ուղղակի ապրելը, հաճույքներից չբացակայելը եւ այս ընթացքում այդպիսի հասարակության մեջ մենք ստանում ենք շատ ահավոր արդյունք երեխան, որը 5-10 տարի հետո կմեծանա ոչ մոտիվացված եւ ծնողը, որը կձեռք բերի անկարողություն, կոտրվածի զգացում, իսկ մի մասը կդառնա անտարբեր, իսկ մյուս մասը կխելագարվի ուղղակի տեսնելով, որ երեխային ոչինչով չի կարող օգնի, նույնիսկ այն երեխային, որը գիտի, որ ստացել է շատ բարձր մակարդակի կրթություն, տաղանդավորը եւ արժանի է զբաղեցնել ինչ որ դիրք կառավարման համակարգի մեջ, որպիսի երկիրը զարգացնի եւ այդպիսի ծնողը, այդպիսի երեխան ընդունում է մեկ որոշում՝ լքել տվյալ երկիրը։ Համաձայն եմ, դա մեծ խնդիր է։ Ես հարց ունեմ, քանի որ այդ ձեր բացատրելուց երևում է, որ ծնողը ինքը շատ ընտրություն չունի, թե որոշի, թե իր երեխան ինչ պիտի սովորի, որտեղ պիտի սովորի եւ ինչքան որից կարա սովորի։ So ինչ ձևով ծնողը կարա մասնակցի երեխայի ուսանման process-ի մեջ, այսինքն ինքը ծնողը շահագրգռված է, որ ուսումը ավելի բարձր որակի լինի, բայց ինքը փաստորեն խոսք չունի ոչ որոշման մեջ, ոչ ընտրության մեջ, կամ ինչպես կարելի է ներքաշել, ներմուծել այդ երեխաների ծնողներին այս process-ի մեջ, որ ընդհանուր որոշումները ու արդյունքները արձագանք գտնեն ընդհանուր սֆերայի մեջ, այսինքն արդյունքը իմացելի դառնա բոլորին, որպես քանի որ մեր դպրոցները որակը բարձր չի, ինչպես կարանք բարձրացնենք, ինչպես կարանք ծնողներին ներքաշել այդ process-ի մեջ։ Ես սպասում եի այդ հարցին, որովհետև շատ կարևոր է ծնողի դերը, ընդ որում սահմանադրական դեր ունի, ծնողը իրավունք ունի պահանջել պատշաճ կրթություն, հա, իսկ այն ծնողը, որը իրավունք չունի, նա ուղղակի ինչ որ հանցագործություն է կատարել, բայց իհարկե կա երրորդ դեպքը, երբ որ
ծնողը ուղակի հայթայթում է օրվա հաց եւ իր երեխան կամ տաղանդավորը կամ ոչ այդքան տաղանդավորը իր մասին երեխայի կրթության մասին պետք է մտածի կրթությունը ծնողը ուղակի պետք է ուղեղը անջատի երեխուն տանի դպրոց հետագայում բարձրագույն ուսումնական հաստատություն ուղեղը անջատած իհարկե այդ կարգավիճակում գտնվողը պետք է հասկանա որ ինքը ապրում է շատ ստաբիլ կայուն երկրում որտեղ չկան նման տիպի հարևաններ որոնք կուզենան թույլեցնել կրթությունը ցավոք այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում վաղուց տեղի ունենում եւ Հունաստանում եւ Բուլղարիայում եւ չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել հա այնտեղ նույն երևույթներն է գնում այո բարեկամներ այն ինչ որ տեղի ունեցել մեր մոտ ոչ թե պատահականությունը, այլ օրինաչափությունը, որը որոշվում է ավելի ուժեղ մուսուլմանական մեր հարևանների միջոցով։ Արդյոք իրավունք ունենք մենք նահանջել իրենց ցանկությունների առջև, ճակերտների մեջ եմ դնում ցանկությունները, որովհետև ստեղ ուղղակի ցանկություն չի։ Հետագա ցանկությունը կլինի ոչնչացնել, յուրացնել տվյալ երկիրը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այն ծնողները, որոնք հասու են, որոնք գիտակ են եւ հասկանում են օրինակ ինչ է իրականացվում պատմության աղավաղումների մեջ, թեկուզ մաթեմատիկական կրթության, իհարկե օրինակ վերջերս մի տաքսիստի հետ հանդիպեցի, ասում է ես չեմ հասկանում իմ երեխեն ինչ խնդիր է լուծում 3-րդ, 4-րդ դասարանում։ Ես ավարտել եմ պոլիտեխնիկ, ես եմ ավարտել պոլիտեխնիկ, բայց չեմ հասկանում ինչա պահանջվում երեխայից։ Այսինքն խնդիրների մեջ անգամ մաթեմատիկական անհասկանալի պահանջներ է դրվում երեխայի վրա, որը կբերի անհասկանալի զարգացմանը, աղավաղված երեխայի զարգացմանը նույնիսկ տեխնիկական առարկաների մասով։ Իսկ ինչ վերաբերվում է պատմության առարկայի մասով, դա շատ վտանգավոր ուղղություն է աղավաղել, մասնավորապես նշված մեր հարևանները ունեն մոդելային դասեր, որոնք համապատասխան գրանտերի միջոցով ուղարկվում են կրթական համակարգ եւ Բուլղարիայի եւ Հունաստանի եւ դա կատարվում է համապատասխան գրանտերի դիմաց եւ պարզ բան որ յուրաքանչյուր մարմնում յուրաքանչյուր կառավարությունում հայտնվում են այն մարդիկ որոնք ուզում են օգտվել այդ գրանտերից իհարկե ստե իրավական խնդիր է իրավական համակարգի խնդիր է որ չթույլատրեն նախ եւ անվտանգային խնդիր է իսկ եթե թույլ են տվել ստեղ արդեն բարոյական կողմն է տվյալ անձի եթե ինքը օգտվում է այդ գրանտերից հասկանալով որ այսօր լավ ապրելով նա ինքը կործանում է ոչ միայն ուրիշներին ոչ միայն երկիրը այլև հենց իրեն երեխաներին իրենց սերունդը որի մասով իհարկե ամենակարևորը բացահայտումն է դավաճանության բացահայտումն է որի մասով մեր մոտ շատ մեծ խնդիրներ են առաջացել ինչպես ցույց է տալիս իմ պրակտիկան որովհետև այս մասով ես դիմել եմ եւ իրավապահ համակարգ դատախազություն քննչական ազգային անվտանգություն չհասնելով խնդրի լուծմանը եւ ես դիմել եմ վարչական դատարան ունենք երկու քննվող գործ եւ այդ քննության ընթացքում շատ եւ շատ այլ հարցեր են պարզաբանվելու ցավոք այսօր միայնակ պայքարում եմ այդ ճակատում իսկ այդ ճակատը վերաբերվում է բոլորիս երկրին եւ բոլորիս երեխաներին հույսով եմ այս քննարկման արդյունքում մենք կգտնենք նոր շահառուներ նաեւ միգուցե ինչու՞ չէ նաեւ Սփյուռքից որոնք կհասկանան այն հարցերի կարևորությունը որը ես նոր ներկայացրեցի Այո մենք բոլորս էլ գիտենք որ ուրեմն խնդիրները մեծ են ուրեմն ես ուզում եի ավելացնել որ մի քիչ ֆանտաստիկ է այս միտքը բայց ես կասեմ մեր կայունությունը մենք կարանք ապահովենք մեր կայուն նպատակ ունենալով
Այսինքն եթե մենք մի նպատակ ընդունենք, որ ուզում ենք, որ մեր երեխաները ճիշտ ձևի դաստիարակվեն, այսինքն առաջինը հայասեր լինեն, հայ լինեն, երկրորդը լավ մասնագետ դառնան, կարողանան լավն ու վատը վերև ներքև աջ ու ձախ, այդ 14 այդ հակասությունները կարողանան լուծեն իրանց գլխի մեջ, դա կլինի մեր օրինակ իմ համար դա կլինի բավականին լավ նպատակ։ Եթե մենք այդ նպատակը կայուն դարձնենք բոլորի համար, ինձ թվում է ով էլ ինչ փորձի չի կարողանա փոխի, որտեղ ամեն մեկի լուծման մեխանիզմը իր գլխի մեջ է, ուրիշի չի կարող մտնի փոխի։ Այս հարցերը, որ դուք բարձրացրեցիք, ես շատ հույսով եմ, որ լսողները կարձագանքեն իրանց մտքերով ու կարողանան, եթե իրանք փնտրում են կամ կարող են առաջարկել իրանց մասնակցությունը այս մեր հարցազրույցների մեջ, եթե իրանք ասելիք ունեն, եթե իրանք բացատրելիք ունեն, եթե իրանք որևէ մի բան ունեն ասելու, ես շատ եմ խնդրում, ուրեմն արձագանքեք, միացեք, կարաք միանալ մեզ Facebook-ով կամ WhatsApp-ով կամ հենց կամենտներով այս վիդեոյի վրա, ու ես մի հատ էլ կրկնեմ, որ ուրեմն այսի առաջի հաղորդումն է, ուրեմն հաղորդումը ուղղված է հայկական ուրեմն երեխաների կրթական խնդիրներին, ուրեմն մեր հիմնական խոսնակը ուրեմն Սիմոն Բաբայանն է, նաև մասնակցում է Ռաֆայել Ղազարյանը եւ ես Պետրոսյանը, որը որ այս հարցազրույցների շարքը սկսում ենք, որ կարողանանք հասկանանք, թե ոնց կարանք օգնենք մեր այս հիմնական խնդրին։ Ես շատ կարևորեցի, որ դուք ամփոփեցիք սեն, շատ կարևոր է, որ կարճ լինի մեր այսօրվա զրույցը, բայց բովանդակության առումով եւ մակարդակների եւ զարգացումների ուղղությունների առումով հույսով եմ ոչ միայն այն մարդիկ, որոնք կցանկանան, այլ որոնք ունակ են, նրանք պարտավոր են մասնակցել, չեն պարտավորեցնում, բայց նրանք ներքին պարտավորություն պետք է զգան, որովհետեւ սրա արդյունքում մենք շատ վատ հետևանքներ կունենան, դրա համար ես ուղղակի հորդորում եմ եւ խնդրում եմ ակտիվություն ցուցաբերել եւ Սփյուռքին եւ Հայաստանի եւ այլ երկրների հայությանը։ Կոչ եմ անում, մասնակցեք, մեր այս քայլը կոպիտ ասած չկոտրեք, այլ զարգացրեք։ Շնորհակալություն հետագա մասնակցությունների համար։ Շնորհակալություն, միշտ հանդիպումներ։